Երևանյան հյուրանոցներից մեկում ապրիլի 30-ին մահացած են հայտնաբերել Հայաստանում Եվրոպական միության դիտորդական առաքելության դիտորդներից մեկին։ Մեր տեղեկություններով դիտորդը մահացել է սրտամկանի ինֆարկտից։ Առաքելությունից նշել են, որ դեպքը տեղի է ունեցել աշխատանքային ժամերից դուրս։ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանից այսօր ոչ մի կերպ լրագրողներին չի հաջողվել մեկնաբանություն ստանալ Նոր-Նորքի թաղապետի մասնակցությամբ ծեծկռտուքի վերաբերյալ։ Այսօր համապետական շաբաթօրյակի ժամանակ են լրագրողները հարցեր ուղղել քաղաքապետին, փորձելով նաև ճշտել, արդյոք նա պատրաստվում է թաղապետ Տիգրան Տեր-Մարգարյանին հեռացնել պաշտոնից, թե ոչ։ Ավինյանը անարձագանք է թողել բոլոր հարցերը։ Նա միայն կարճ ասել է՝ գնահատական կտրվի։ Նշենք, որ ըստ մամուլի Ավինյանը վախենում է հեռացնել թաղապետին, քանի որ Հանրապետություն կուսակցությունը սպառնացել է այդ դեպքում կխզեն կոալիցիոն հուշագիրը։ Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը կարծում է, որ 3 գումարած 3 տարածաշրջանային համագործակցության հարթակի հաջորդ հանդիպումները պետք է կայանան Երևանում և Բաքվում կողմերի կողմից որոշված հերթականությամբ։ 168-ին տված հարցազրույցում Կոպերկինը նշել է, այս հարթակի շրջանակներում փոխգործակցությունը կարելի է ամրապնդել Ռուսաստան, Հայաստան և Իրան ձևաչափով շփումներով, տնտեսական ու տրանսպորտային հեռանկարային նախագծերի, արտաքին քաղաքականության համակարգման հարցերի և մշակութային մարդասիրական թեմաների քննարկման համար։ Ինչ վերաբերում է հայ-ռուսական հարաբերություններին, դեսպանն ընդգծել է, որ ռուսական կողմն ակնկալում է Հայաստանը թույլ չի տա արևմուտքում գտնվող ուժերին օգտագործել իրենց երկիրը Ռուսաստանի հետ առճակատման երկրորդ ճակատ բացելու համար։ Ուկրաինան մերժել է Վլադիմիր Պուտինի առաջարկը հաղթանակի 80-ամյակի օրերին հրադադար հաստատելու վերաբերյալ։ Վլադիմիր Զելենսկին լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ Ուկրաինան չի կարող ապահովել համաշխարհային ղեկավարների անվտանգությունը մայիսի 9-ին Մոսկվայում։ Ուկրաինայի նախագահին բավական կոշտ արձագանք է տվել Ռուսաստանի անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը, հայտարարելով, որ հաղթանակի օրը սադրանքի դեպքում ոչ ոք չի երաշխավորի, որ Կիևում մայիսի 10 կլինի։ Նշենք, որ հաղթանակի շքերթին Մոսկվայում կմասնակցի նաև Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը այսօր ընդհատել է Միացյալ Նահանգներ այցը և շտաբ վերադարձել Բելգրադ ու հոսպիտալացվել։ Ավելի ուշ բժիշկները հայտնել են, որ Վուչիչի առողջական վիճակի վատթարացման պատճառը զարկերակային ճնշման կտրուկ բարձրացումն է եղել։ Սերբիայի նախագահի ինքնազգացողությունը վատացել էր Ֆլորիդայում, նա չի կարողացել անցկացնել նախատեսված բոլոր հանդիպումները։ Իրանի արևմուտքում Քերմանշահ քաղաքում կայծակի հարվածի հետևանքով 2 մարդ է զոհվել, 3 մարդ էլ տուժել է, հայտնում են իրանական լրատվամիջոցները։ Իսրայելական ինքնաթիռների համար երկինքը փակած, թուրքական կողմը հայտարարել է, որ չի պատրաստվում բացառություն անել անգամ վարչապետ Նեթանյահուի Ադրբեջան այցի համար։ Իսրայելի վարչապետի այցը Բաքու նախատեսված է մայիսի 7-ից 11-ին։ Հայաստանի տարածքում, այդ թվում մայրաքաղաք Երևանում առաջիկա օրերին կարճատև անձրև և ամպրոպ է սպասվում ամսի 5-ից 6-ը առանձին վայրերում հորդառատ անձրևներ կլինեն։ Օդի ջերմաստիճանը վաղը կնվազի 3-ից 5 աստիճանով։